Բիդի խնդրեմ, որ բանանք մեր աստվածաշնչները կորձ առաքելոց երկրորդ գլուխ։ Դարօրինակ դեղեն դերը հետս խոսեցավ, եծեզի պատկամ ունի դալու, ես բիդի չագնգալեի աստեղեն գանցնեի, բայց և այնպես դերը ինչ կերեցիք խոսք ունի կեզի և ինձի։ Երկրորդ գլուխ 25-ն 28 համարներու մասին կխոսիմ, որ մեջբերում է Սամոսը։ Սամոս 16:8-11 Բենդեգոսեի օր եղավ, երկինքեն գրագ իջավ, բոլորը հրեղեն լեզուներով սկսան խոսի, բոլորը Սուրբ Հոգով մգրդվեցին եւ մեծ ամփոխ հավաքվեց, բոլորը ասին, ասին չէ, մեր լեզուով գլսեն իրենց, շատեր գավրանին խնդացին, ասին ասոնք կինովեն եւ հարբած գխոսին եւ ապերցայներ գանեն եւ Պետրոս Սուրբ Հոգով լեցված ոտքի գելե Ան Պետրոս, որ մոտ մի քանի շաբաթ առաջ Հիսուսին ուրացավ աղախինի մահարջև, 3 անգամ, դարձավ իմ հազարներու արջև ոտքի ելավ եւ համարցակ, Աստուծո խոսքը եւ պատկամը տվավ, եւ ամեն դեղերեն, որ գրնար կործածել, որ քարոզ է, քարոզի մեջը, ելավ ոստեղեն մեջ բերում արավ։ Այս բաժինի մեջ գտեսնենք Հիսուս ինչ գներ, Դավիթ ինչ գներ, Եվ նույն ադեն գրնանք նայիլ մեր կյանքի մեջ մենք ինչ կնենք եւ ադոր համապատասխան մեր կյանքերը նույն ուղղությամբ բերենք։ Եկեք մեկ հատ գարտանք։ Դավիթը Սամոսով գխոսի, բայց նույն ադեն մարգարեությունը Հիսուս գխոսի իր միջոցով եւ գսե Դիրոջը ամեն ժամ տեսնում է իմ առաջ, որն իմ աչք կողմում է, որովհետեւ չսասանվեմ։ Դրա համար իմ սիրտը ուրախացավ, լեզուս ցնծած, մարմինս էլ հույսով պիտի ապրի, որովհետև իմ մարմինը քերեզմանում չի թողնի եւ թույլ չես տա, որ քո սուրբ աբականություն տեսնի։ Ինձ ցույց տվեցիր կյանքի ճանապարհները եւ ինձ քո ներկայության ուրախությամբ պիտի լեցնես։ Ասմիկանի համարները, որ հիմա գարտացի, եթե լավ նկատես աստիճանի վես է։ 26-րդ համարին սկիզբը դրա համար բառը կա։ Եվ ամեն անգամ որ դրա համար բառը տեսնես, ինչ ասել է բամը ասավ, որոն հիման վրա գսե դրա համար, 27-րդ համարը կտեսնես որովհետև, ինչու որովհետև գսե, որով բամը ասավ անգե առաջ, ադոր հիման վրա որովհետև, աստիճան մն է, եւ առաջին բաժինը, առաջին քայլը ասեմ աստիճանին, առաջին մի քանի բառերն է։ Դիրոջը ամեն ժամ տեսնում էի իմ առաջ։ Ամեն այս Սամոսը գախված է ասմիկանի բառերն, որ հիմա ասավ։ Ինչ որ պիտի կա, ասմիկանի բառերուն արդյունքն է։ Ամեն ժամ դիրոջը տեսնում էի իմ առաջ։ Եթե երթաս 5 դագարան Սամոսը գարտաս, հոնդե ուրիշ բառ կգործածվի, գսե ամեն ժամանակ դիրոջը թրեցի իմ առջև։ Հոն եբրայերեն գրված է, հոս հունարեն գրված է։ Հունարենի մեջ Պետրոս ասավ տեսնում եմ իմ առաջ, եբրայերենի մեջ ասավ թրեցի իմ առաջ։ Եվ իրականության մեջ երկուքը նույնն է, միայն թե դարբեր հանգրվաններու մասին կխոսի, մեկը գտնե գոր իր առաջև, մյուսը գտեսնե գոր իրեն։ Okay? Առաջինը թնելն է, երկրորդ հանգրվանը տեսնելն է։ Եվ Տեր Հիսուս ասիգա գներ։ Ամեն ժամանակ կտեսնես, որու հետ կապված էր, հոր հետ։ Գերտար աղոտքի, Աստծո հետ ժամանակ գանցներ, կապված էր միշտ Տերոջի հետ, գտեսներ Տերը ինչ կնե, գլսեր հայրը ինչ կսե, եւ գերտար ադի գխոսեր, եւ ադի գներ։ Եվ գսե անինչ կորձ, որ ես դեսակ ինձմով, անոնք հայրը ըրավ իմ միջոցով։ Ես չրի նույնիսկ, գսե հայրը ըրավ իմ միջոցով, որով կապված էր հոր հետ։ Նույնիսկ է, որ իրեն քղանցքին տնային մարդիկ կբժշկվեին, իրեն տնային կբժշկվեին, քանի դեռ գսե, որ բոլորը կացին իրեն տնչելու, որ բարձրապես բժշկվին ասելով։ Բոլորն իրենց հիվանդները կբերեին, թիվահարվածները կբերեին եւ անոնց վրա գաղութեր, անոնք բոլորը կբժշկվեին, որով ինքն էր բժշկության զորությունը կամ աղբյուրը ասեմ եւ իր մեկ գոհոսեր հոր զորությունը Սուրբ Հոգով։ Բայց ամեն քախնիկը իր աղոթքի կյանքի մեջն էր։ Դերը գտեսներ, դերը գլսեր, դերը գնայր եւ ադոր համացան գշարժեր։ Եվ մեկ դեղը ասպես կարծես sneak peek մը դվավ ասպես
Զումեն արավ գարձես, որ տեսանք Հովանու 17-ի մեջ ինչ տեսակի աղոտ կաղոտ է եղեր Տեր Հիսուս եւ որ այլագերբեցավ այնտեղ եւ հետը 3 աշակերտ տարածեր եւ այդ 3 աշակերտները տեսան ինչ կանցնի գտարնա, ասին Հիսուս մեթոդային ռուտին բարդականության աղոտներ չերներ, հանդիպում ուներ երկինքի հետ, մեմը Եղիային հետ կխոսեր, մեմը Մովսեսին հետ կխոսեր, հոր հետ գաբի մեջ էր, ասին իր հաղորդակցությունը Աստծո հետ գենթանի ողջ էր, բայց ամենը գսկսել թնել են, հետո տեսնել են։ Ելք 25:30 Դեր Աստված հետևյալը գսե. «Սեղանի վրա իմ առաջ մշտապես գտնես առաջավորության հացը»։ So դաջարին մեջ ոչ սրբության սրբոց, ուղագի թիմացը սրբության բաժինը, 3 հատ արարգա գար, 1 հատ սեղան գար, վրան առաջավորության հացը գտրվեր, 1 հատ լույս գար, լամպադերսեմ 4 ջուղով, որ լույսերը գրագը միշտ վարած գբահեն, եւ 1 հատ ազո խնգաման գար, որում վրա խունգը գելեր եւ ուղագի վարակույրին թիմացը թրված էր, եւ այդ վարակույրին վրա միշտ ճաշտամունքի պես ադիգը բարձան, աս 3 բաները մշտապես պետք է բահվեին։ Լա խունգը, լա սեղանի վրա առաջավորության հացը եւ լա այդ լույսերը քահանաներուն կորձներ, որ ադոնք վարած բահեն։ Ամեն։ Եվ ինչ կեցիկ է, որ Աստված գսե ասոնք մշտապես պիտի տնեք, պիտի վարած բահեք եւ այլն։ Գտեսնես Դավիթ կամ Հիսուս ասես դարձվածքով գխոսի գսե դեր ես քեզի իմ արջևս մշտապես պիտի տնեմ, որով գսե ամեն ժամանակ պիտի տնեմ քեզ իմ արջև։ Ամեն ժամանակ մշտապես եւ ամեն քախնիկը հոն է սիրելիս։ Դու չես կնար ուժով ամանել, ես քիչ աճ կսենք ուժով չէ, զորությամբ չէ, հաբա իմ հոգիով է։ Ճուրը դու չէ որ գստեղծես։ Ճուրը իր մեգը հոսի։ Դու միան ադոր աղբյուր կամ խովագն ես, որ մեգը հոսի, աղբյուրը ինքն է։ Սուրբ ոգին հոսող ճուրը, հոսելիք ճուրը իր մե է։ Ես չեմ գնալ դիգաշինել։ Ադամա չես կնար չանք տապելով, ջիկ տապելով, քրդինք տապելով Աստուծո կորձն էլ երկրի վրա։ Ինքը պետք է քեզ մե հոսի։ Եվ ադիգա չի գրնար հոսիլ, եթե Հիսուսի պես կամ Դավիթի նման դերոջը արչև չեն կենար։ Չի հոսիր ադիգա։ Չի հոսիր ադիգա։ Որովհետև անքան թափանցիկ պիտի դառնաս իր ներգայութենեն, որ քեզմով արդացոլա իր բատկերը երկրի վրա։ Թե ոչ աշխարհի բատկերը մեզի գփագի եւ աբագանության գահսնենք, եթե դերոջ մե հերու ապրենք։ Եվ շատ բնական է, բոլորս ալ հավանաբար, ասեմ, փորձառություն ունենք ինչ ցել է եթե ազո խոսքեն հերու ապրիս։ Չէ՞։ Կամ եթե աղոտքի ցանկե հերու ապրիս։ Մեկ հատ փորձ է, okay, մեկ շաբաթ ազվաշունչ մի գարթար։ Արդեն գսկաս մեջդ չորությունը սկսավ։ Որով Տեր Հիսուսով ինձի միավորված մնացեք։ Ամոր ինձի միավորված չէ, ինչ պիտի լա։ Պիտի չորնա, սո փդություն պիտի սկսի, աբագանություն պիտի սկսի, եւ ի վերջո չորացում պիտի լա։ Սո ամեն ինչը գաղված է իրեն գաղված լալեն։ Իրեն միացած լալեն։ Այն ադեն գտեսնես իր զորությունը։ Եվ հարցումը, որ մեզի պետք ունենք հարցնելու այսօր հետեւյալն է, թե մեր արչեւը ով գեցած է։ Որու թրած ենք մեր արչեւ։ Շատեր կան իրենց արջևը իրենց հերախոսը դրած են։ Արդու գանող գարտնան արդեն ամիջապես հերախոսը կբացվի։ Ուրիշներ կա իրենց խնդիրները իրենց արջևը դրած են։ Եվ այդ խնդիրներով կբարգին եւ այդ խնդիրներով գարտնան։ Ուրիշներ կա անցեր դրած են։ Չէ, բոլորս գիտենք անցեր կան, որոնք քեզի կոնտակտ կնեն եւ այդ կոնտակտ անցերը ադոնց հետ կբարգիս, անոնց հետ գարտնաս փոխապերական գսեմ։ Եվ հավանաբար շատ անգամ գնա քուներ տա փախցնես, գնալալ բարդքի դագես, գնալալ նեղության մեջ ես եւ ադիգա հետդ կդանիս անգողին։ Եվ այդպես գարտնաս եւ շատ մի հիվանդություններու բաժարը, որ դոկտորնա գնա ասիգա հաստատել, մեծամասնությունը հոգեկան խնդիր է, որ ֆիզիկապես գահիտնաբերվի, կամ դուրս կելը։ Ֆիզիկապես կսկսի երևիլ, ներսի փդությունը դուրսը կսկսի երևիլ։ Ներսինը պետք է մաքրվի, որովհետեւ դուրսինը մաքրվի։ So ով գա քո արչև։ Ամեն ինչն ավելի կարևոր է Աստուծո հետ նստիլդ, ասանգսեմ, նույնիսկ բադվելին ինձ ասանգսած է,
որ ես մեկ անգամ իրեն հարցի, եսի բահերը ավելցնեմ եսի, մի քանի բահ եւս են եսի, շաբթում մեջ։ Եվ ինձի թելաթրեց հետևյալը, ասավ միջև անադեմ, որ աղոթքի կյանքդ չի խախտիր, բահ ավելցնելով, գնաս ավելցնել։ Եթե պիտի խախտի, մի ավելցնել։ Նախնդրելի է ծառայություն չնես, դերոջի հետ նստիս, կան ամեն ծառայություն ունես, դերոջի հետ չի նստիս։ Որովհետև քու դվածդ իր մեջ պիտի չի կա։ Եվ եթե իր մեջ է, ազատություն չի կա։ Ջեղքում չի կա։ Դիրոջը ամեն ժամ տնում եմ իմ առաջ, կամ դեսնում էի իմ առաջ։ Եվ շատերը կան գսեն, օքեյ, ինչպես պիտի տնեմ դերի իմ արջև։ Փորձեցի մեկ շաբաթ, փորձեցի երկու շաբաթ, փամը չեմ սկար։ Չեմ։ Որովհետև իրականության մեջ խնդիրը հավատքի հետ կապված է, ոչ թե նոր երկինքեն փամը պիտի կամ նոր փամը պիտի եսկաստուն, որով անոր Աստծո պիտի կա նախ պետք է հավատա, որ անգա։ Եվ թե ան վարձահատույց է լինելու անոնց, որ իրեն գսիրեն, կամ իրեն գփնտրեն։ Հետևաբար, եթե ես պիտի կամ Աստծո, ես նախ պետք է հավատամ։ Խնդիրը հավատքի հետ է, եւ ահոս շարունակությունը ադիգս է։ Դերոջը ամեն ժամ տեսնում է իմ առաջ, որ իմ աջ գողմում է։ Սամոսի մեջ կսե որովհետև իմ աջ գողմում է։ Սո նկատի արեք, ինքը ընդուներ է վիճակը, որ դերը իմ աջ գողմուս է։ Մուդի հետ կապված չէ, սկացումներու հետ կապված չէ, այսօր արդյոք դերը հետս է կամ ոչ չէ, ինքը գիտե, որ դերը իր աջ կողմին է։ Եվ անոր հիման վրա ինքը դերոջը իր արջևը գտնե եւ գտեսնե, որովհետեւ դերը իմ աջ կողմում է կսեգը։ Սո պիտի հավատամ ես այն օրը, որ կոնե իմ կյանքի փորձառությունից կնամ խոսի, որ դերոջը հետ իմ հաղորդակցությունս սկսավ մոտ 2 տարի հետ կեր, այն օրն էր, երբ հավատացի, որ դերը հետս է եւ գուզե հետս խոսի։ Հոն փոխվեցավ պատմությունը։ Միջև այն ադեն ես թեր կգարձեի, որ թեր ես պետք է փամը ընեմ, ես պետք է փամը ստանամ, պետք է ես ասինչապ աղոտ կնեմ, որբեսի կա, ասիգա, նո։ Դու նախ պետք է հավատաս, որ դեսնես, առանց հավատքի հոնդերը չես ասնիր։ Գնա ադեններ բաներ բադահի, գնա ուրիշին պատճառով կյանքիդ մեջ փամը կա, օծությունը կամ փամը կա կյանքիդ մեջ, բայց ազո ներկայությունը հավատքը պիտի կա։ Պիտի հավատաս, որ մեջը դե։ Պիտի հավատաս, որ ինքը հոս ներս է հիմա։ Պիտի ընդունիս ասի իբրև ճշմարտություն։ Ադի է տնել իմ արջևս, որովհետև ինչպես պիտի տնեմ, եթե ես հիմա չեմ սկար, որ դերը հոս է։ Հա։ Սո եւ գսե տնեմ իմ արջևս գխոսի կորձիմը մասին, որ ինք կնե, որ գտնե որ իր արջև անգախ իր սկացումները։ Եվ օրեր եղած է, որ ես մտած եմ աղոթքի եւ փամը չեմ սկացած, եւ ասած եմ դեր, գիտեմ որ տուն հոսես։ Գա ոչ ես փամը սկամ եմ, բայց գիտեմ տուն հոսես։ Դու պիտի տնես դեր արջևդ։ 5 դարանի մեջ քու աջ գոմի դեր։ Նոր դարանի մեջ ոչ միայն քու աջ գոմը դե, այլ նաեւ քու մեջը դե։ Եվ ասիգա փնա պիտի չմոռնաս։ Իմ աջ գոմում է ասավ Դավիթ, ասավ դեր Հիսուս։ Սամոս 109:31 քեզի գխոսի ինչս էլ է աջ գոմում, գենալ ինչս էլ է։ Ասե որովհետև նա գանքնում է աղկադի աջ գոմը, գտեսես, նորեն աջ գոմը։ Որբեսի նրան փրկի նրանցից, ովքեր թադաբարդում են նրա անձը։ Սամոս 121:5 կսե դերը քո բահաբանն է, դերը քեզ հովանի է, քո աջ ցերքի մոտ։ So աջ ցերքի մասին եւ գխոսի պաշտպանության մասին թադական լեզու է իրականության մեջ, փաստապանի լեզու է։ Եվ որ մեկը քեզի անփաստանելու է գազե, քութեմը դիեգած է, քեզի պաշտպանող գուզես թադարանի մեջ։ Ադի մխիթարիչն է, աջ գոմիտ գեցողն է, ադի Հիսուս է, ադի Սուրբ Հոգին է, որ քեզի համար գանքնած է, քեզի պաշտպանելու, քու փաստապանը դե ինքը, քու բարեխոսողը դե ինքը։ Բայց նոր գդագարանի մեջ երբ Տեր Հիսուս խաչվեց, գսե ահա դաջարի վարակյուրը վերից վար երկու մասի բادرվեց, երգիրը ցնցվեց, ժայռերը ջեղկվեցին։ 1500 տարի չափ մարդ չեր գրնար ներս մտնել Աստծո ներկայության, որով վարակյուրը մգար։ Սրբության սրբոցը եւ սրբության դեղը բաժնված էր, Աստծո ներկայությունը բաժնված էր մարդեն, որով վարակյուրը մգար եւ անդեղը միան դարի մեկ անգամ քահանամը ներս գրնար մտնել, անալ իր արինով չէ, զոհիմը արինով
ներս կմտներ իր քղանցքին զանգակ կախված եւ այդ ցայնը պետք է լեր որբեսի գիտնային որ թեր քահանան ողջ է եւ եթե հանգարց ցայնը գենար մերավոր եմ իրեն բարանով դուրս կքաշեին եւ լուրջ խնդիր էր որով Աստծո արչեւ գենալը պետք է որ տուն ամեն ինչ գարկի դրած լայր այդ զոհի արյունով ներս պիտի մտնեիր Բեք է կավությունը ներ նախտուն քեզի որովհետեւ ներս մտներ, չեր գնարանանք մտնել, դարի մեկ անգամ իրավունք ուներ մտնելու։ Բայց Հիսուսի խաչով բادرվեցավ ադիա։ Այդ վարակույրը ելավ։ Այլևս թուրը բաց է։ Այսօր թուն բեկչունից դերոջը ներգայությունը փնդրելու։ Գազես երթաս մեկումը թուրը զարնես եւ սպասես որ դերը թուրը փանա։ Թուր չի գա այսօր։ Առաջ թուր գար։ Այսօր թուր չի գա։ Թուրը հաներ է եղածին մեզ դերեն։ Այսօր գնաս հանքիս համարձակությամբ ներս մտնել Աստծո շնորհքի աթորին եւ շնորհք եւ ողորմությունը ստանաս անդեղ։ Ինչու է Եբրայեցիսը գսե։ Իսկ Հովանու 14-ի մեջ Տեր Հիսուս հստակ ասեց. «Եվ ես հորը կխնդրեմ, ցեզ ուրիշ մխիթարիչ կտա, որովհետեւ հավիդյան ցեզ հետ լինի, որովհետեւ այն ցեզ մոտ է մնում ու ցեր մեջ է լինելու»։ Եվ Բենդեգոստեի օրը ադի եղավ, աս աշակերտները փրթան ամենը բայթան անդեղը վախկոտները հանգստացան զորավորներ եւ աշխարհին թիմած համարցակ դարձան խաչը թուրը բացավ թուրը վերցուց իսկ Բենդեգոստեով Սուրբ Օքին իջավ եւ ամենամած Սուրբ Օքիով լեցվեցին անոր Հիսուս կընդունի իբրև դեր եւ փրկիչ Սուրբ Օքին դաջար գթարնա ասի պիտի ընդունիս հավատքով աս բոլոր համարները որ գարտացինք պիտի ընդունիս ասի հավատքով աղոթքի ադեն եւ պիտի գնաս հավատքդ պիտի վարես եւ իցես դերը հիմա հոսե դերը աչետ պիտնես եւ հետը պիտի խոսես Անանք օթին աղոտ պիտի չնես ու ագի հետը պիտի խոսես քո գողքիդ կանգնած է եւ հետո ագանչը դիտ փանաս որ իր մեա նաեւ լսես թե ինքը քեզ ինչ ունի ասելու նայեցեք եւ որ հոն հասնիս բահայլս բահլալը գտատրի եւ հոն հասնիս Աստծո ներգայության ամեն ինչ կմոռնաս հոնդե քու պետք կստանաս Դերոջը ամեն ժամ տեսնում է իմ առաջ եւ իմ աչ գոմում է որ իմ աչ գոմում է ինչու որբեսի չսասանվեմ հալելույա So ինչպես չես սասանվիր եւ որ դու դերոջը աչև գեցած ես ով քեզի բողբատ կդարձնե ով ջագադդ ատամանտ կնե Տշնամին դիմաց գնալու, չէ, տշնամին պիտի կա, հովը պիտի կա, կեդը հրճրեղը պիտի կա, ասոնք պիտի կան, ասա պիտի կան։ Բայց պիտի չսասանվիս տուն, որով դերոջը աչև կանգնած ես։ Շատեր կան, որոնք կփորձեն իրենց մարդկային ուժերով, իրենց բահեն, չես կնար։ Չես կնար։ Պետրոս, որ ամենազորավոր նկարակիր ուներ, աղախինի արջև դգարացավ։ Մարդկային զորությունը դեմը գասին որ քեզի չօգներ։ Սկիզբը լավ էր Պետրոս, այս քեզի հետ գմերնիմ, չեմ ցկեր քեզի բռնեն, ես այդ գմերնիմ եւ այլն, սա Սիմոն։ Տշնամին ցես բոլորդ ուզեց ծիրուցան անել, բայց ես քեզի համար աղոթեցի եւ ընդհանրապես տշնամին հանրային գահարցագի, բայց դերը անհատական գաղոթ է։ Պետրոսին համար սա քեզի համար աղոթեցի։ Որպես եւ որ վերակտնես դու քեզի ոտքի ելես ու եղբայրները դազորացնես։ So եթե Պետրոս որ atkan զորավոր նկարակիր ուներ ինգավ, եթե Եղիա որ atkan զորավոր նկարակիր ուներ ընգավ, ինչն է որ քեզի չի սասանեցներ։ Դերոջը ներգայությունն է։ Դավիթ Գողիաթին աչև չվախցավ։ Եվ գնայիս ասի բադանի է, ինչ է։ Ոչ փորձառությունն ի բادرազմի Միան մեկ հատ արույցը սպանները, մեկ հատ արջը սպանները եւ ադորմով իր CV-ն լեցուցած է, ռեզյումեն լեցուցած է, գսե որ ես ասոն գրած եմ եւ ոչխարներ արածել են զադուրիշ բանչուներ։ Բادرազմի մարդ չէ եղած ինքը։ Սավուղ բادرազմի մարդ էր։ Եվ ինչ կան բادرազմներ հաղթած էր եւ ժողովուրդեն սիրված էր։ Բայց եւ այնպես գտեսնես եւ որ Գողիաթը ելավ ինքը առաջին վախցողներն եղավ։ Որովհետեւ դերոջը ներգայությունը գործունեացած էր ինքը։ Դերը հետը չեր այլևս, Դավիթի հետ էր, իրեն օծած էր, եւ դեր իր հետն էր, եւ հետը ներսելով գտեսնես տշնամին աչև չվախցավ ինքը։ Սա ով է անտպատ բղշտացին, ոչ
Աստծո հետ ուխտ ունի, ոչ բան։ Մենք ուխտ ունենք, Իսրայելի ժողովուրդը, Աստծո ժողովուրդը, մենք Աստծո հետ նոր գդագարան ուխտ ունենք, ամեն, որ ամեն ինչ Քրիստոսով այո եւ ամեն է, եւ մենք գանչված ենք թշնամիին տերիտորին կամ հողամասերը կրավելու դերոջը համար։ Սուրբ ոգով։ ಸೊ բիչի վախնաս թշնամիին, ինչպես չես վախնար եւ որ դերոջը աչև գեցած ես։ Ինքը քեզի սասանել չի դար։ Ինքը քու ջագաբը բինտ ատամանտ կդարձնե։ Երեմիային ասավ, ահա ես քու ջագադդ ատամանտ դարձուցի։ Ով հրավադի, դերը հրավադի, դու չես կնարնել։ Նգարակիր չէ, որովհետեւ ադիգա զորավոր նգարակիր ունի, ես դգար եմ նգարակիր ես ինտրովերտ եմ, ադի էքստրովերտ է, ադիգա գրնա մարդոց հետ խոսիլ, ես չեմ գրնար մարդոց հետ խոսիլ, ասոնք ամեն սուդեն։ Որ դերը ամենավախկոդները զորավոր դարձուցած է, դերը ամենադգարները անուսները համարցակ դարձուցած է, եւ ինչապ մարդոց փերանները կոչել ձված է, քողյատնա մեջ լալով։ Ադամարը գսե դգարը թողոսե ես զորավոր եմ։ Մի ընդունիր, ասել ես դգար եմ, ես չեմ գրնար, ինձի չէ դրված, ասիկ ասում ամեն սուդեն տշնամին խոսքերն է, ադիգ ասված քեզի գանչած է։ Կովենտարս ես դերը քեզի գանչեց։ Դու գոչում ունիս, թակավորը քեզ գանչած է, քեզ օծած է։ Դու գոչում ունիս Աստծո մե։ Դգարը չես տուն, դգարը էիր, հիմա չես, դգարը թողսե ես զորավոր եմ, ասի նոր գդագարանի խոսքն է։ Դգարը թողսե ես զորավոր եմ, եւ որ զորավորին հետ գնստիս, ինքնաբերաբար հետը կսկրդվել են, ի վերջո տունա կզորանաս։ Քեզ ինքը կզորացնե։ Եվ քեզ մե այդ ճուրերը կսկսին հոսիլ։ Ամ որ ծարավ է, թող ինձի կա եւ խմե եւ իր մեջ են իր ներսեն գենթանի ճուրեր պիտի փոխին, քեդեր պիտի փոխին եւ ադիգը խոսեր Սուրբ Օգու մասին։ Որբեսի չսասանվեմ, կսանվեց։ Դրա համար, Կովինթացիս է դրա համար, որովհետև 25-րդ համարը հաստատված է, կամ կգադարվի իմ կյանքիս մեջը, դրա համար իմ սիրտը ուրախացավ, իմ լեզուս ցնծած, իմ մարմինս էլ հույսով պիտի ապրի։ Սամոսի մեջ կսե մարմինս հույսով պիտի հանգստանա, որ շաբաթ բառն է, պիտի հանգստանա։ Շաբաթի մեջ պիտի մտնի։ Եվ մեզի Հիսուս ցույց տվավ ինչ է շաբաթ։ Շաբաթ օրերը կբժշկեր։ Ուր դեր հիվանդ կար, ուր դեր թիվահար կար, անոնց կբժշկեր։ Եվ ամեն մարդ կսպասեն շաբաթ օրը կա դեսնեն։ Բոլոր գրոնավորները շաբաթ օրը նայենք պիտի բժշկեմ ասելով։ Եկել էին կբժշկի, դեր Հիսուս կբժշկեր եւ ամեն թև մեջտեղ գելեր։ Ամեն։ Հետեւաբար հոմ պիտի հանգստանա ի վերջո։ So եթե ես դերոջ աչև գենամ, բդուղները նայեցեք, նախ սիրտս կուրախանա, ներսեն։ Դու չես նար ուրախություն շինել։ Չէ, հետ եղած է դեսեր ես մեկը գործե որ ժբդալ, բայց երեսին վրա հայտնի է հետ չեմը։ Հետ հոն չէ ինքը իրականությամբ, գործե որ ժբդալ ասա, ագրաները չերև իր այդերը։ So ուրախ չեն ներսեն։ Դուրսեն գործե որ ծեվացնել ադիգա եւ շատ ավադացիալներ կա այսօր գործեն ծեվացնել բաներ միան դերը կրնա քեզ յադիդալ սիրտդ ուրախությունով բիթլեցնե երևակայ տշնամին իր ամենամեծ զենքերը քեզի թեմ լարած է եւ գգրագե աչեն ծախեն եւ դու արջև գեցերս գխնտասկոր դերոջ ուրախությունով լեցված ես ինչ կսկա տշնամին հետ եղած է բզիկ դարիքիդ մեկը փորձած է քեզի նեղություն տալ եւ դու խնտացեր ես Ինչը սկացեր է ադիգա, չէ, ավելի եփեր է ադիգա, թիմացին, իմ հրածս չաստեր գոր իրեն։ Գոյատը սավ դու ինձի սուրով գուկաս, նիզագով գուկաս, ինչ շունեմ մա արջևը դեգերես ինձի կավազանով, ինչ խոսքերը սավ, հայեց իրեն, հայեց Իսրայելին և աստուծո, պամեջի ծկեց։ Դավիթ գեցավ, սավ դու ինձի ասամենով գուկաս, բայց ես դերոչը անունով, վրան բազեց Դավիթ, բադանի ելալով անթեց։ Հալելույա։ So, Սիրտը նախ կուրախանա, շարքն է, սիրտը, հետո լեզուն, հետո մարմինը։ So ամեն ինչ ներսեն կսկսի, ներսեն կզորացնե քեզի, ներսեն ուրախությունով կլեցնե քեզ, որ փամայլես քեզի չի տպնար, մեկը չի գնար քեզ մի ադիգա այլևս խելել, դերոճմե ծնավադի մեջդ։ Անգետ կը լեզուի հետ դուրս կսկսի ելնել, լեզուն կծնծա։ Եվ ընդհանրապես, եթե գուզես գիտնալ մեկուն սրդի մեջ ինչ կա, նայիր լեզուին վրա ինչ կա։
որով լեզուն բադոհան է սրդին։ Դեր Հիսուսը իրենց սրդի արադութենեն իրենց լեզուին դուրս գելը, չարը գելը, բարին դուրս գելը։ Սրդի արադութենեն, սիրտը ինչով լեցված է, ադոր ավելցուգը լեզուին դուրս պիտի ելը։ Եթե գուզես լեզուտ շտկվի, լեզուտ մի շտկեր, իրականության մեջ ուր պետք է շտկվի, սիրտն ալ Աստծո աչև միան կշտկվի։ Սիրտը Աստծո աչև կշտկվի։ Սիրտը ուրախությամբ կլեցվի, անգետ կլեզուի դուրս կսկսի ելել շիդակ բաներ։ Փոխանակ անեցկել է, գսկսի օրնություն ելնել։ Փոխանակ հուսահատ խոսքեր է, հույսով լեցված խոսքեր գելը, հավատքով լեցված խոսքեր գելը։ Եվ հավանաբար դեսած ես ասանք մարդիկ, որոնք COVID նստած են եւ գսկաս գազես ուրիշ աշխարհեն են ասում։ Աշխարհը դակն ու վրա գլա եւ ինքը հեչ։ Ինքը գտեսնե որ մեկ անգամ հայրս աս բաթմություն բաթմեց եւ որ Լիբանանի մեջ աս խնդիրները սկսավ Հրեաստանի եւ Բարսկաստանի միջև խնդիրները եւ Լիբանան զարնելու սկսան հորսկով մոդեցան եւ ասին որ չես վախնար գմոդենան արդեն մեզի գմոդենան գահասնին Բեյրութ եւ այլն եւ արդեն ամեն ինչը վատ պիտի երթա չես վախնար ասավ չեմ վախնար ասավ ինչպես չես ասավ որով ես գահավատամ որ հագարակը պիտի լա ասավ ինչպես գիտես ասավ ինչպես տուն գիտես սիրեցի ադի ավերեր ինչպես տուն գիտես չէ՞ Դիմացինը գխոսի գազես ինքը հաստատ գիտե ինչ պիտի լա գմարկարեանա որ ասանք պիտի լա գսե որ տունա իրավունք ունիս չեն տունելու ադի ասե նո դեր ինձ ուրիշ բան ասած է անանք պիտի չլա ինչպես գիտես տուն ինչպես գիտես ինձ դերը ասավ ամեն so իմ սիրտը գուրախանա իմ փերանը գծնձա եւ անգետ կմարմին սույսով պիտի աբրի Կումարմինիտ պիտի թփնա այլևս, so քիչ աչվա ասածի համացայն ներսին հոգեգան խնդիրները լուծվել են յետքը, անգետ կմարմինիտ մեջ կսկսի դրսևորվել բժշկությունները։ Եվ ընդհանրապես պիտի նկատես մարդիկ, որոնք Աստծո խոսքին նամասանք վկայություններ կա, որ լսած եմ, մարդիկ, որոնք հիվանդ են անգոյնի մեջ հիվանդանոց բարգած եւ իրենց ռիպորտները դրված է որ պիտի մեռնին ասոնք, Աստծո խոսքը նույնիսկ չի գրնար գարտալ Կասետ փերած են, թրած են եւ ամեն Աստուծո խոսքի մեջ են բժշկության համարները լսել են, սիրտը հավատքով լեցված է, ուրախացած է։ Լեզունը սկսած է թավանիլ եւ անգետ կբժշկված դուրս ելած են, հիվանդանոց են։ Որովհետեւ ամեն ինչը ներսեն կսկսի։ Եթե ներսեն բարդված ես դուրսեն ու զայ չափ զորավոր ցուցուրտուն քեզի բարդվիս։ Այս ներսեն դերը քեզի կզորացնե ոտքի գելես։ Մարմինը կսե հույսով պիտի աբրի, կովին տարսիսը պիտի աբրի։ Պիտի աբրի, պիտի չմեռնի, պիտի աբրի, հալելույա, Սամոսի մեջ կսե պիտի հանգստանա, հանգիստ, խայ, բայց ոչ մարդկային խայը, հոգիեն ձնած խայը, ад խաղաղությունն է, որ հովին և փոթորիկի մեջն ալ կքնանաս, ինչպես Հիսուս քնացած էր, քունը չի խանգարվիր նույնիսկ, տշնամին ինչեր գնե, որ նույնիսկ քույնը խարնքարել և չգրծավ խանգարել, 27-ը, որովհետև իմ մարմինը քերեզմանում չի թողնի եւ թույլ չի դա, չես դա, որ քո սուրբ աբականություն տեսնի։ Եվ անշուշտ ասիկա գիտենք Հիսուսի մասին գխոսի եւ Պետրոսը ասում է գնշե եւ գսե Դավիթ գսե մեր թագավորը ադիմերավ իր քերեզմանը հոսե գնան երթալ տեսնել։ Բայց գսե Հիսուս Քրիստոս նազովրեցին անոր թագավորը քերեզմանը բարավ է։ Եվ իր մասին գխոսի եւ գսե աս համարը իրականացավ իր կյանքով որ ինքը աբականություն չտեսավ եւ հայրը իրեն չծկեց որ քերեզմանի մեջ մնա հաբա իրեն դուրս հանեց եւ աբականություն չտեսավ ասունի խոստումը Հիսուսի մեջ եղողներուն համար է նաեւ որով եսալ եւ թունալ օրը պիտի կա եւ մեր մարմինները պիտի հարություն առնեն ինքը առաջին բդուղն էր որ հարություն արավ անաբական մարմին փառավորված մարմնով հարություն արավ հոր աչ կողմը նստած է հիմա Ես եւ տունալ հարություն պիտի առնենք։ Աստված ինչպես պիտի ադիգա ես չեմ գիտեր, բայց գսե պիտի ադիգա։ Ինքը առաջին բդուն է, մենք հաջորդողներն ենք։ Ինքը ինչպես հարություն արավ անաբական մարմինը ստանալով, մենք ալ հարություն պիտի առնենք եւ մենք ալ աբականություն պիտի չտեսնենք։ Մարմինի հետ կապված կխոսենք։ Բայց նույն ադեն հոգիի մասին ալ գխոսի եւ գսե Բողոս Արաքյալ Եկած գարտամաս
Այբ Կորինթացիս 15:20-ի մեջ կսե Քրիստոսն ընչեցյալներից առաջին եղավ, որ մերներից հարություն է արել։ Հետո մենք պիտի առնենք։ Իսկ Փեն Կորինթացիս 4:16 կսե դրա համար չենք վհատվում, թեև մեր արդակին մարդը քայքայվում է, բայց մեր ներքին մարդը օրեցօր նորոգվում է։ Հիմա մինչև որ մեր մարմինը անաբական մարմինը ստանա Հիսուսի երկրորդ կալուստով, ես եւ դու ներքնավես մեր ներքին անձերը ինչ պետք է լա նորոգվի օրեօր եւ մեր մարմինները բժշկվին, բայց դակավին գծերանա անաբականության թեր գերտա, բայց Աստված թույլ պիտի չի տա որ աբականություն տեսնեք, քեզ իդ հարություն պիտի տա եւ Հիսուսի հետ պիտի թակավորենք, հալելույա։ Մշտապես 28-ը ինձ ցույց տվեցիր կյանքի ճանապարհները եւ ինձ քո ներկայության ուրախությամբ պիտի լեցնես։ 28-ը համարի մեջ գսե ինձ ցույց տվիր կյանքի քաղնիկը, կյանքի ճանապարհը, կյանքի ցևը, ասեմ, իսկական կյանքը ինչպես պիտի ապրես։ Ինձ ցույց տվեցիր այդ մեկը։ Ինչ է կյանքի իսկական ցևը։ Մարդը չի կանչված առանց Աստծո ապրելու։ Մարդը չի կանչված առանց Աստծո հետ հաղորդակցությամբ ապրելու։ Ադամ եւ այն հետ գկալեր օրվա շուքին։ Ադամ Եվա փառքով ծածկված էին, Աստծո ներկայության մեջ կաբրեին, եթեմի մեջ կաբրեին։ Անշուշտ գործունեցուցին ադիգա, բայց Քրիստոսով իդ ունեցանք մեր մեջը հիմա։ Դու կանչված ես հոր հետ հաղորդակցությամբ ապրելու եւ ադե կյանքի քաղնիկը։ Դեր Հիսուս իր աղոթքի մեջ Հովանու 17-ի մեջ ասավ հավիտենական կյանքը քեզ ճանչնալն է։ Իմաստը հավիտենական կյանքին քեզ ճանչնալն է, որ քեզի ճանչնալ են քու կյանքդ մեր վրա գոհոսի եւ մենք ալատ կյանքով կգենթանանանք։ Հիսուս սավ ես եկա կյանք դալու եւ ել ավելի կյանք դալու։ Հետեւաբար ինձ ցույց տվեցիր կյանքի ճանապարհները։ Ինչ է կյանքի ճանապարհը, ինչ է կյանքի ցևը, որ ես եւ դու պիտի ապրենք, այս է։ Ինչ որ Հիսուս կներ։ Այդ բաժարով է, որ ինքը հաջողվեց։ Եվ ինձ քո ներկայության ուրախությամբ պիտի լեցնես, եւ իր ներկայությունը քո կյանքիդ մեջ իդ վերադարձավ առաջին աստիճանին, դերոջը ներկայութենեն փխող ուրախությունը եւ դերոջը աչև գենալու կորձողությունը։ Սադամար, եթե ուրիշ բան քո միտքիդ մեջ պիտի չմնա այսօր, աս մեկ բանը թող փորակրվի սրդիդ մեջ։ Ծառայությունները, կորձերը, բադասխանատվությունները, ամեն ինչ որ մարդկային օրեն գնենք, անոնցմե ավելի կարևոր է, քերաթաս է Աստծո հետ նստելը։ Այն ադեն է որ դու գզորանաս։ Ոչ թե մարդկային բաներն էլ, դու ուզես նե օրական 15 անգամ աղոթե առանց Աստծո հանդիպելու, բամը չլար։ Աստծո պիտի հանդիպես, իրեն արջևդ պիտի տնես, հավատքով, հետ պիտի հաղորդակցես, եւ պիտի տեսնես դերը քովդ է, պիտի տեսնես դերը մեջը է, դերը հերու չէ քեզ մե։ Մենք ենք որ կգարձենք հերու է, մենք կգարձենք հերու դեղմն է, պիտի գտնենք իրեն, եւ որ գսե որ քու մեջը է, դերը հիմա հոս է, հետեւաբար հիմա որ աղոթքի պիտի մտնենք թիր դերը քո արջևդ։ Ես ասկե մեկ շաբաթ առաջ մեկա խոսք լսեցի, սիրեցի, գսե հովի վեր ասի, գսե ամեն անգամ որ արթնանաս, ամեն անգամ որ քնանաս, դերոճմով արթնցիր, դերոճմով քնացիր, որովհետեւ օրվա ֆրեկվենսին դերը տնե։ Օրվա ալիքը դերը որոշե, եւ դու իր ալիքով շարժիս, փոխանակ մարդկային ալիքներով փորձես, բամը շահիլ եւ պիտի չգարենաս ադես։ Դերոճմով սկսի դերոճմով վերջացուր, Դավիթ ասամոսներում մեջ ադիգս է արդու եւ երգո։ Հեսուին նույն խոսքը ասավ արդու եւ քիշեր։ Խոսքը փերանետ դուրս մի աներ։ Հա միշտ ինձ հետ հաղորդակցության մեջ եղիր։ Միշտ on-line եղիր։ Ամեն։ Եգոտքի գնամ։